Ամեն օր երեկոյան ժամը 9-ին կալանավորված Արեգնազ Մանուկյանի 13 տարեկան աղջիկը հարցնում է. մաման երբ է տուն գալու։ Մոր հետ է քնելիս եղել աղջիկը։ Մանուկյանի կալանավորվելուց հետո գրեթե չի քնում, պատմում է նրա հայրը։ Հոգեբաններն ասում են, որ 13 տարեկան աղջնակը սթրեսի մեջ է։ Մենք ունենք արդեն իսկ դրված հոգեբանի եզրակացությունը, որն ասում է, որ երեխային մեծագույն ստրես է պատճառվել, երեխայի մոտ առկա են որոշակի արդեն իսկ հոգեսոմատիկ դրսևորումներ կապված հենց այս կալանավորման եւ այս շփման բացակայությամբ։ Արեգնազն ու նրա դուստրը մոտ 1 ամիս է չեն շփվել։ Որ կգնաք տուն, ձեր 13-ամյա երեխաներին կտեսնեք, կհիշեք Արեգնազ Մանուկյանի երեխային։ Որ դեռահաս աղջնակին արգելում են հանդիպել կալանավորված մորը, ամոթալի անմարդկային են համարում ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները։ Ես ամոթ ամոթով եմ ապրում, որտեղ գիտակցում եմ, հասկանում եմ, որ անզոր եմ, որ մեր նախկին գործընկերուհի Արեգնազ Մանուկյանը այսօր ապօրինի գտնվում է կալանքի տակ ու երեխուն չի հանդիպում։ Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին գրությամբ պաստառներով են մարդիկ բարձրագույն դատական խորհրդի մոտ եկել։ Ձեզանից ոչ մեկը ոչ արդարադատություն է խնդրում, ոչ գործին միջամտություն է խնդրում։ Ընդհանրապես ասում ենք առաջին ացյանի կալանքը բողոքարկել ենք վերաքննիչ, ասեք թող քննեն։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը ավելի քան 20 օր Արեգնազ Մանուկյանի քրեական գործինյութերը չի փոխանցել վերաքննիչ դատարան, ասում են այստեղ հավաքված մարդիկ։ Փաստաբանները հուլիսի 16-ին են բողոքարկել Մանուկյանի երկամսյա կալանքի որոշումը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը կարծում է, որ դատավոր Մանվել Շահվերդյանը նյութերը դիտավորյալ չի ուղարկում վերաքննիչ։ Տպավորությունս այնպիսին է, որ այն աստիճան խայտարակ ու ապօրինի նաև անմարդկային որոշում է կայացվել Տիկին Մանուկյանի գործով, որ գուցեև գտնում են, որ օրինակ վերաքննիչը պետք է այսպես թե այնպես, չգիտեմ, փոխի կամ ինչ-որ մի մեղմացում անի, գոնե տեսակցությունների մասով։ Եվ այս ձգձգումով փորձում են մի վերջի վատություն անել։ Տաթևիկ Սողոյանի խոսքով դատական դեպարտամենտից չորեքշաբթի հայտնել են, թե առաջին ատյանի դատարանը Արեգնազ Մանուկյանի գործինյութերը չի ուղարկել վերաքննիչ։ Այդ պատճառով փաստաբանն այսօր գրավոր դիմում է բերել ԲԴԽ։ Դրանից հետո են միայն Սողոյանին ասել, որ նյութերը հուլիսի 28-ից փոխանցված են։ Գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին, վերաքննիչ դատարանի։ Ինչու է այսքան երկար տևել, որովհետև առաջին ատյանի ակտը կայացրած դատավորը, ինչպես նախկինում նշել էի, Մանվել Շահվերդյանը բողոքը ստանալուց ընդամենը 8 օր անց է գործը հանձնել գրասենյակ։ Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է հուլիսի 9-ին։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամին կասկածում են կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավանաբար փոխանցելու համար։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։